խոսենք հակադրելու այս ուժություններից առաջ Նիկոլ Փաշինյանը։ Նու մի անճշտություն միանգամից իմ աչքին ընկավ ձեր ասածի մեջ, որտեղ դուք ասում եք ինքը ասում է փող չենք տալիս բանակին, չգիտեմ ինչի վրա ենք ծախսում, մինչդեռ բառացիորեն երեք ասեց, որ պարզ չի այս պատկերը ինչ համար ենք կուտակում, սաղ տալիս ենք բանակին միլիարդներ, բաներ եւ այլն, այսինքն մի քիչ չի բռնում, բայց լավ, այնտեղ շատ բան կար ձեր ասածի մեջ, որ չէր բռնում, հիմա այս կփորձեմ պատասխանել։ Նախ իհարկե, այս ինչ ծանր մեղք կա գործել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ 2008 թվականին համագործակցել է մի մարդու հետ, որը 2020 թվականին պատերազմ էր բերելու հայ ժողովրդի գլխին։ Ահավոր ծանր մեղք կա, որովհետև պետք է պայծառատեսություն ունենար 2008 թվականին հասկանար, որ ապագա գործարար աղետաբերի հետ գործ ունի, չէ՞։ Դուք եք բանանում, ակնարկում։ Շնորհակալ եմ։ Եթե եք ակնարկում, ես անգամ կարծում եմ պատասխանելու բանել, պատճառել չունեմ, հիմքել չունեմ։ Առավել ևս, որ պատասխանեմ նաև ձեր հարցի մեկ այլ մասին, երբ որ ասում եք, բա միթե պարզ չէր Նիկոլ Փաշինյանը ինչ էր, բայց ով էր, դուք կարծում եք Հայ ազգային կոնգրեսում մեկը կար, որ Նիկոլ Փաշինյանին տեսնում էր Հայաստանի պետության ղեկավար։ Ես անձամբ այդ տարիներին, երբ որ այդ համագործակցում էի, ես իրան ասենք մարզպետի տեղակալի պաշտոնից ավել չէի էլ տեսնում ու չէի տա։ Ինքը կոպիտ ասած մեր հանրավակների DJ-ն էր։ Ինքն էր վարող էր էլի, հանրավակ վարող, դա էլ շնորհքով անում էր։ Մեկ-մեկ իհարկե չափերը բաներ անում, շնորհքով ներխուժում էր, ասենք, մի քիչ չափերը անցնում էր, բայց դա էր իր դիրքը, դա էր իր շնորհքը։ Ու ցավոք սրտի այդ շնորհքը ու այդ դիրքը այսօր դառել է գլխավոր հատկությունը, երբ որ ընտրում են պետության ղեկավարի, ոչ թե մտածում են նրա ստրատեգիական, ռազմավարական կարողությունների մասին, ոչ թե մտածում են նրա, ասենք, միջազգային հարաբերություններում ինչ-որ բան հասկանալու, աշխարհակական իրողությունները հասկանալու, ոչ թե մտածում են նրա վճռականության մասին, ռեֆորմներ անցկացնելու ունակության մասին, չէ, ասում են լավ է շշպռում, լավ չոտկեց, լավ, չգիտեմ ինչ արեց, կոխեց, եւ այլն եւ այլն։ Ահա, այդ ամեն ինչը Նիկոլը կարողանում է լավ անել, այդտեղ բանա ճիշտ է, ստիպված մենք էլ պետք է իր այդ մրցենք այդ հարցում ու կանենք, բայց հարցը այն է, որ ով էր իրան տեսնում պետության ղեկավար։ Մենք տեսնում ենք, Հայ ազգային կոնգրեսը երբևիցե ասել է, որ Նիկոլ Փաշինյանը տեսնում է պետության ղեկավար։ Այդպես բան մեզնից լսել եք։ Մենք իրան իր ընտրաշավում մասնակցել ենք, մենք իրան աջակցել ենք։ Դա մղձավանջային երազում մենք չենք տեսնի, որ Նիկոլ Փաշինյանի նման մարդը կարող է լինի պետության ղեկավար։ Չի մասով եք խոսում։ Հա, միտինգների DJ, հա, կարա, լավ էր, բայց չէր համոզում, որպես այդ դերում իր պրոֆեսիոնալիզմը ձեր համար համոզիչ չէր, շատերի համար համոզիչ էր։ Այդ գործում լավ է, չէ՞, ձիրք ունի, շնորհք ունի։ Մանիպուլյացիայի, խաբեության, ստորության, սաղին կրուտի տանելու, այդ հարցերում ֆանտաստիկա է։ Ուղղակի այն ժամանակ ինքը Տեր-Պետրոսյանի սիստեմի մեջ էր, իրան չենք թույլ տալիս մանիպուլացնել, ստորություններ անել, բան անել, խաբեությամբ զբաղվել։ Երբ որ ինքը դառավ ինքնուրույն լիդեր, բոլոր չափերը ու սահմանները անցավ։ Ինչ է եղել։ Հա, պայծառատես չէր Տեր-Պետրոսյանը 2008 թվականին, այդ չկան, այդ լավ, դրա համար կարող ենք ներողություն խնդրենք։ Վերջ, հա։ Էլի հարց կա։ Հա, ո՞րն է։ 18 թվականին երբ մանկրեց Նիկոլ Փաշինյանը իրոք առանձնական, իրոք առաջարկել Հա, ինչ լավ է հիշացրիք։ Այս հարցի պարզաբանում այնքան ենք տվել։ Ուրեմն իրականում Տեր-Պետրոսյանը դիմել է 3 խնդրանքով։ Ինչ խնդրանքով նա դիտողության խնդրանքով իր համար շատ կարևոր պետության համար կարևոր բաներ արվել։ Մեկը եղել է այս, որ ինքը ասել է դու հրապարակի Սերժ Սարգսյանի կողմից ստացած վերջի փաստաթուղթը։ Շատ կարևոր է, որ դու այդ պլանկան դնես
Եվ դա քեզ կօգնի հետագայում, ասենք, ավելի հեշտությամբ լուծել հարցերը կարգավորման հետ կապված, նաև բոլորը կտենան ինչ ժառանգություն է ստացել։ Սա մեկ։ Իդեպ Տեր-Պետրոսյանը այդ բանը արել էր նաև 2007 թվին, դուք գիտեք 2007 թվին ինքը հրավիրել էր ամերիկյան դեսպանին, ասել էր, որ հիմա անկախ նրանից ով կդառնա նախագահ 2008 թվին, Սերժ Սարգսյանը թե ես, ճիշտ կլինի, որ այդ մադրիդյան սկզբունքները հրապարակվեն։ Այսինքն ֆիքսվի, որ դա պաշտոնական բան է, որից հետո նոր նախագահին ավելի հեշտ կլինի կարգավորման ուղղությամբ գնալ։ Եվ արեցին։ Առաջին անգամ հրապարակվեցին այդ սկզբունքները 2007 թվականի դեկտեմբերին։ Այդ հանդիպումներից հետո այդ Տեր-Պետրոսյանի բանն էր։ Նույն բանը իրան ասել է հեշտացնենք այդ process-ը կարգավորման, որ նաև որ հանրությունը իմանա ուրա գնում եւ այլն եւ այլն։ Հիմա սա մեկ չարեց, ասեց ինձ ոչ մի նոր բան չասեց եւ այլն, չարեց։ Հետո մի անգամ արդեն Կապանի բանի ժամանակ, տեսեք այդ հանդիպումը 18 թվին էր, իսկ ինքը Կապանի 20 թվին հրապարակեց Կրակովյան փաստաթուղթը, ոչ թե այն վերջի բանը փաստաթուղթը։ Չնայած հա կարող է Կրակովյանն էր վերջինը, լավ, հրապարակեց դա, բայց ինչքան ուշացումով եւ այլն եւ այլն։ Երկրորդ խնդրանքը ո՞րն էր, դա խնդրանք չէր, խորհուրդ էր, որ դու շատ խաթարել ես քո հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Անվստահելի ես իրենց համար դառել։ Պետք է Ռուսաստանը պետք է սիստեմային աշխատել, նախարարությունների միջոցով, տարբեր բաներ, դու ամեն ինչ դադարեցրել ես։ Գնա այդ հարաբերությունները թույլ տրվի, որ ինքը վերադառնա հայրենիք։ Դա էլ մերժել է Նիկոլ Փաշինյանը։ Էս է եղել։ Ուրիշ ոչ մի բան դեռ չի քննարկվել, ինչ հողեր հանձնի, մի հանձնի։ Այդ Նիկոլին դի հավատանք, որ ամեն րոպե սուտ է ասում։ Ես ասեմ, հենց այդ պատճառով, որ ինքը այդքան սուտ ձևին, այդքան կեղծ ներկայացրեց այդ հանդիպման արդյունքներ, Տեր-Պետրոսյանը իր հետ էլ ոչ մի անգամ ոչ հանդիպել է, ոչ էլ ուզում է հանդիպի։ Որովհետև գիտեք, մարդիկ կան, որոնց հետ հանդիպելը միայն վնասակար է։ Եվ քեզ համար, եւ երկրի համար, այլ Նիկոլ Փաշինյանը դες մարդկանցից մեկն է։ 26 թվականին ինչ հարկադրել Նիկոլ Փաշինյանի կարգախոսին պետք է հարկադրել այն ինչ որ ես ասացի, իրական խաղաղության ծրագիր, ոչ թե այս փուչ ստից կեղծ խաղաղությունը, որ միջև Ադրբեջանի ստորագրությունը չունենք ու ունենք բազմաթիվ պահանջներ, որոնք շատանում են։ Այսինքն երևում է, որ ոչ միտեղ չի տանում, իսկ Օգոստոսյան այդ հռչակագրով ստեղծվում է տրիպ միջանցքը, որը ունի շատ միակողմանի աշխարհակական առումով, շատ միակողմանի սպասարկում Իսրայելի շահերի, Միացյալ Նահանգների եւ անտեսում է Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի եւ Ռուսաստանի շահերը։ Ընդ որում նաեւ սահմանափակում է մեր ինքնիշխանությունը, որովհետեւ երբ որ դու գալու ես մի խաղաղության, որի հետևանքով լոգիստիկ բացարձակ կախվածության մեջ ես հայտնվում Ադրբեջանից, դա խաղաղություն չի, դա բան է, ինչ ասեմ, վասալային պետություն, դա ադրբեջանացում է։ Դրա համար մենք ասում ենք, պետք է, հա, ու իդեպ նաև ասում ենք, որ սա նաև բան չունի, ապագա չունի այս խաղաղությունը, որովհետև դու վերածում ես այս միակողմանի լուծումով, Հայաստանը վերածում ես պրոքսի պատերազմի թաթերաբեմի։ Հետևաբար մենք ասում ենք, եթե մենք ինքնիշխան պետություն ենք, մենք այս մեր ձեռը պիտի վերցնենք եւ Սյունիքը, Զանգեզուրը, որը աշխարհակահաղական նշանակություն է ձեռք բերել որպես տրանզիտային մի կարևոր տարածք, մենք այդ բանը պիտի ծառայեցնենք ամբողջ աշխարհին եւ ընդ որում հաստատելով աշխարհակահաղական բալանս։ Եվ ամենակարևոր հարցը որ պիտի լուծենք այդ առումով, կառուցենք բանի Հայաստանը Իրանին կապող երկաթուղի։ Ներգրավելու ասացի արդեն BRICS երկրներին։ Այս արդեն խաղաղության ծրագիր է։ Ալտերնատիվ ծանրակշիռ մեր ինքնիշխանությունը ու անկախությունը ապահովող, մեզ իսկապես տրանզիտային հաբ դարձնող, այս է ծրագիրը։ Այս լոզունգով գնանք, մենք
այդ մոնոպոլիան, խաղաղության կեղծ մոնոպոլիան, որը Նիկոլը ձեռք է բերել, մանտրայի նման ամեն օր խոսալով խաղաղության օրակարգի մասին, մենք իրան կզրկենք այդ մոնոպոլիայից եւ իրավամբ կզրկենք, որտեղ ինքը խաղաղության մասին է խոսում։ Խաղաղության օրակարգի մասին խոսել է միջև պատերազմն էլ, հետ էլ ձեզ կարող եմ այդ սաղ փաստերը ապացուցել։ Ինքը խոսում է խաղաղության օրակարգ, բայց ոչ ոք այդքան շատ պատերազմ չի բերել Հայաստանին, ինչքան բերել է Նիկոլ Փաշինյանը։ Այս փարիսեցությունը, այս կեղծավորությունը իրա, մենք պետք է բացահայտենք։ Իսկ պիտի բացահայտենք, այո, մեր իրատեսական ալտերնատիվ պլանով, որը անգամ կարելի ասել ալտերնատիվ չի, ինքը ալտերնատիվ պլան չի, ինքը միակ պլան է խաղաղության, տևական, իրական խաղաղության միակ պլանն է։ Դե լավ, շնորհակալություն